Ինչպես հայտնի է, դեռևս հունիս ամսվա սկզբին կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ընդունել էր աջակցության ծրագիր, որով ֆինանսական աջակցություն ենք տալիս, եթե արտահանվում են հայկական ծագման ջերմատնային արտադրության ապրանքներ, ինչպես նաև թարմ պտուղ եւ սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ։ Կառավարության այս որոշման նպատակն է ծրագրի արդյունքում առաջացած հունիս ամսվա պարտավորությունների կատարումը մեր արտահանողների նկատմամբ, այսինքն իրենք արտահանել են, մենք իրենց պետք է ֆինանսական աջակցությունը այժմ տրամադրենք։ Միջոցառման իրականացման համար հունիս ամսին առաջացած պարտավորությունների կատարման նպատակով անհրաժեշտ է փոխհատուցել ընդհանուր առմամբ 3 միլիարդ 140 միլիոն դրամ։ Այսքանը, պարոն վարչապետ, հարցեր լինենք պատասխանեմ։ Այսինքն այդ փոխհատուցման թիվը այդ նշանակում է, որ արտահանման ծավալները ահագին մեծ են, որովհետև 3 միլիարդը այդ արդեն բավականին մեծ թիվ է, ճիշտ եմ հասկանում, պարոն։ Այո, պարոն վարչապետ, եւ իմ ձեռքի տակ կա երկու տեսակի վիճակագրություն, հունիս ամսվան առանձին եւ հունիս-հուլիս մինչ այս պահը։ Հունիս ամսվան առանձին եթե ներկայացնեմ, ապա արտահանել ենք 784 տոննա պղպեղ, 200 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, մոտ 3000 տոննա ծիրան, 1400 տոննա կեռաս, 1.5 միլիոն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 230,000 լիտր շշալցված խաղողի գինի, 1.3 միլիոն լիտր հաշվարկով եւ այսպես շարունակ։ Շատ լավ, այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ մեր տնտեսության ոլորտում բալանսավորման քաղաքականությունը ընթացքի մեջ է։ Իհարկե պարզ է, որ դա մի գործողությամբ եւ ամբողջական ծավալով չի լինելու, բայց կարևոր է, որ եւ նաեւ մեխանիզմը եւ թվաբանությունը, որովհետեւ 3 միլիարդ մի ամսվանն է դա։ Այսինքն մի ամսվա ընթացքում 3 միլիարդ այդ նշանակում է, որ արդեն արտահանումը շատ ծավալուն էական ծավալներ է ձեռք բերում եւ սա կարեւոր արձանագրում է։ Մենք առաջիկայում, այսինքն այս պահին պլանավորված որոշումներ ունենք, թե այն ինչ որ այս որոշումները ինչ որ կայացրել ենք, այս փուլի համար համարում ենք բավարար։ Պարոն վարչապետ, մենք մշտապես ականջալուր ենք շուկայի պահանջներին, անընդհատ հանդիպումներ եւ կան պարբերաբար ստանում ենք որոշակի առաջարկներ, որոնք միտված են լինում, օրինակ մեր ծրագրերը բարելավելուն եւ այդ նպատակով մեր արդեն իսկ գործող ծրագրերում 1-2 փոքրիկ փոփոխություններ առաջիկայում նախատեսվում են, որոնք նորից շուկայի հետ քննարկումների արդյունքում ենք նախատեսում։ Ընդ որում մենք պայմանավորվել ենք, որ այս հարցում գոնե հունիսին այդպես է եղել, հունիս-հուլիսի միջև այս պահը ամենօրյա քննարկումների տրամաբանության մեջ ենք, այսինքն հիմա այս որոշումները, որ կայացնում ենք, նաև իրական կյանքի հետ իրենք կարող են որոշակի անհամապատասխանություններ ունենալ եւ մեխանիզմը ավելի գործարկելի, ավելի կիրառական դարձնելու առումով իհարկե մենք այդ բոլոր որոշումների վրա կշարունակենք աշխատել։ Կան այլ դիտարկումներ, հարգելի գործիք, համեցեք։ Պարոն վարչապետ, եթե թույլ կտաք մի երկու թիվ էլ վիճակագրական ներկայացնեմ, օրինակ եթե հունիս ամսվա համար ծիրանը մոտ 3000 տոննա էր, 2950, արդեն հուլիսի 7-ի դրությամբ 5405 տոննայի ենք հասել։ Ներառյալ հունիսի տվյալը։ Այո,